Ողջույն բոլորին, այսօր օրը շաբաթ է և շաբաթ օրվա համար ճաշ ենք պատրաստում, այսինքն ինչպես ընդունված է ասել լանչը։ Դրա համար ես միսը կարտոֆիլի հետ միասին պետք է դնեմ ջեռոցը։ Վերցնում եմ հարմար մի տարա, բուսայուղ եմ մեջը լցնում, դա նայած թե որքան է ձեր կերակուրի չափաբաժինը, այդքան։ Ավելացնում եմ կարմիր պղպեղ, ավելացնում եմ 2 ճաշի գդալ կարմիր պղպեղի մածուկ։ Եթե կարմիր պղպեղի մածուկ չունեք, կարող եք լոլիկի մածուկ օգտագործել։ Այստեղ ունեմ ես կարտոֆիլ։ Կարտոֆիլը 2 կես եմ արել։ Աղ եմ անում։ Այսպես ասենք, մենք լանչը ավելի ենք կարևորում, քան ընթրիքը։ Ընթրիքը համեմատաբար թեթև ենք մենք անում։ Մսի կտորները նախորոք, դասական ձևով, ինչպես խորովածի միսն է, սովորական աղ, բիբար, կանաչիով սոխով համեմել եմ, թողել եմ սառնարանում 1 օր։ Այս միսը թաթախում ենք այդ սոուսը, որ պատրաստեցի, դրա մեջ, տեղավորում ենք ջեռոցի թավայի մեջ։ Նույն կերպ կարտոֆիլներն եմ թաթախում այս սոուսի մեջ, մի լավ թավալ է տալիս, այսպես տեղավորում ենք։ Ահա հարգելիներս, թավայի մեջ տեղավորեցի, իսկ հիմա պետք է տեղափոխեմ ջեռոց։ Դե ջեռոցը ես դրել եմ 180-ից մի քիչ բարձր, 200-ին մոտիկ։ Դուք պետք է ինքներդ կառավարեք ձեր ջեռոցի ջերմությունը ինչպիսին է և դուք գիտեք ավելի լավ։ Մինչ ջեռոցում կարտոֆիլը և միսը կեպվի, մենք պատրաստենք այն աղցանները, այն մթերքները, որ պետք է դնենք սեղանին։ Ես պատրաստում եմ այսօր մեր ավանդական հայկական ամառային աղցանը, այսինքն լոլիկը, վարունգը, պղպեղը, խառը կանաչին միասին խառնած, աղով համեմած և շատ համեղ մեր աղցանը։ Դա ես չգիտեմ որտեղ ինչպես են օգտագործում այդ աղցանը, ես որքան ինձ հիշում եմ, ասում են հայկական ամառային աղցան։ Եվ այսպես մանրացնում ենք, տեղափոխում ենք ափսեի մեջ։ Նույն գործողությունը կատարում ենք լոլիկների հետ։ Ավելացնում եմ վարունգի վրա։ Օգտագործում եմ կծու կարմիր պղպեղ։ Պղպեղն էլ եմ ավելացնում։ Մի լավ աղ եմ անում, դե չափի մեջ, և ինչպես գիտեք, ասում եմ, տակնու վրա ենք անում։ Եվ եկավ այս աղցանի համար ամենակարևոր մասը։ Խառը կանաչի ենք կտրատում, նայեք տեսեք, շատ կարևոր է ռեհանը այստեղ։ Խառը կանաչի է և կանաչ սոխ։ Այսպես կանաչ սոխն է, ունեմ սամիտ, համեմ, մաղադանոս և ռեհան։ Մանր կտրատում ենք։ Հայկական աղցանին աղցան է դարձնում այս խառը կանաչին իր բուրմունքով։ Եվ այս բուրումնավետ կանաչին տեղավորում ենք աղցանի վրա։ Եվ մի լավ տակնու վրա ենք անում։ Այսպես կթողնեմ մի 5-10 րոպե, հետո նոր կմատուցենք։ Ահա խնդրեմ հարգելիներս, մեր հայկական ճաշը, լանչը։ Տեսեք ինչ, այստեղ ավելացրել եմ խորոված բադրիջան և խորոված կծու պղպեղներ, առանց դրա հայկական սեղանը սեղան չի։ Իսկ ինչով ենք մենք մատուցում, ինչ ենք տեղադրում սրա հետ միասին, միայն խոփսատ չենք ուտելու։ Մեր սեղանին նաև լինելու են անպատճառ խառը կանաչին, թարխունով, սոխով, ամեն ինչով։ Եվ մեր հայկական աղցանը, դե ինչ հայկական սեղան առանց թթուի, խնդրեմ։ Դե պանիր և
Քամած մատունը թթվաշորի հետ ու սխտորի հետ ճզմած։ Դե սիրելիներս, ով որ կցանկանա, այս կերակուրին հաստատ մի 30 գրամ լավ հայկական կոնյակը չի խանգարի։ Պատրաստեք եւ ձեր լանչը թող շքեղ լինի։ Պատրաստեք եւ թող անուշ լինի։